Տեսեք ինչ ասում 90 սաղմոսի մեջ در مزمور 90 گفتاری هست ասում է այնպես օրեցուր մեզի 12 խոսքը آیه 12 այնպես օրեցուր մեզի մեր օրերը համրել ու որ սրտի իմաստություն ստանան اونطور به ما تعلیم بده که روزهای زندگی ما رو بتونیم بشماریم و حکمت پیدا کنیم. Իմի ինչի համարա էսի խոսքը, որ մենք այսօր իմանանք, որ մենք ժամանակավոր ենք այս երկրի վրա ապրում. این کلام برای چیست که ما بدانیم که زندگی ما موقتی است در این دنیا. Աստված մեզի տվել է ժամանակավոր այս երկրի վրա կյանք ունենալու մի նպատակը, որ իմաստուն սիրտ ունենան خدا به ما این زندگی رو در این دنیا داده که دلی با پرحکمت داشته باشیم. Այդ իմաստուն սիրտ ունենալու համար, որպեսզի մեր Արարիչ Աստծուն ճանաչենք. با این دل پرحکمت بتونیم خدای آفریدگار ما رو بشناسیم. Մենք տեսնում ենք Սաղմոս 39-ը ما در مزمور 39 می‌بینیم ընդամենը 13 խոսք ունի که سراسر 13 آیه هستش. Դավիթի Սաղմոսն է, որ սկզբից հենց այսպես ասում. مزمور داوود که کلمات ابتداییش اینجور میگه Ասի թե ճամփուս զգուշությունն է, گفتم که در راه‌های زندگی من مواظبات خوب بکنم որպեսզի լեզվովս մեղք չգործեմ. که با زبونم گناه نکنم Հերանս սանձով պահեմ, و دهانم را کنترل کنم مواظب باشم ամբարիշտի արջև եղած ատենը. در مقابل بی‌ایمانان Մունջ եղալրությունով ساکت شدم و حرف نزدم աղեկության վրայով լրեցի, و دوباره میگه من زبونو بستم حرف ցավս نزدم. շարժվեցավ, هیچ. ու ցավս շարժվեցավ. در من دردهایی ایجاد شد Սիրտս բորբոքվեցավ ներսդիս, و دلم از داخل غضبناک شد رنجور شد ջերմությունս մեջ կրակ վառվեցավ. و در من تغییراتی غیرتی برای خدا ایجاد شد Այնական լեզվովս խոսեցավ. بعدم با زبون خود صحبت کردم Ցույց տուր ինձ, ով իմ Տեր, իմ վերջս. به من نشون بده ای خدای بزرگ آخر و عاقبت من نشون بده چطور میشه Եվ օրերս չափ, որ չափ է. و زندگی من چقدره Որպեսզի գտնամ, թե ինչպես անցավոր է. که من بدونم که چقدر انسان فانی و زودگذره Մենք տեսնում ենք, սիրելիներ, որ Աստված մարդուն տվել է այս երկրի վրա ما که میبینیم که خدا انسان را یه زندگی موقت Սաղմոս մեջ ասում է 70 տարի զորությունով 80 տարի. در مزمور میگه که 70 شاید 80 سال Անկախ թե դու ինչ ազգից ես, ինչ ցեղից ես, ինչ սեռից ես, بسته به این نیست که از چه ملتی از چه قومی هستی մեզ Աստված հնարավորություն է տվել այս կար ժամանակը, خدا به ما امکاناتی داده که در این زمان کوتاه որ մենք ճանաչենք մեր Արարիչին, که ما خدای آفریدگار ما را بشناسیم որտեղ մենք տեսնում ենք օրերը այնպես է թռնում, و ما میبینیم که این روزها چقدر زودگذر هستند ու մահն էլ չի նայում, ջայել ես, առողջ ես, و مرگ هم نگاه نمیکنه جوان هستی پیر هستی մեզ Աստված օգնի, որ մենք իմաստություն ունենանք, و خدا به ما کمک کنه که ما حکمت پیدا کنیم որ այս ժամանակ օրերի մեջ که این در زمان Տիրոջը փնտրենք. در این زمان موقت خدا را جستجو کنیم خدا را بیابیم Ու տեսեք այդ արքիրը 5-րդ խոսքում ինչ ասում. و میبینیم در آیه بعدی چی میگه Ահա իմ օրերս թիզերու չափ و میگه تو روزهای ما را به اندازه یک وجب کردی Եմի մենք այս թիզը ինչքան է շատ կարճ է.
حالا این وجب چقدر کوتاه؟ 17 سانتی է, 18 تا ممکنه 17 باشه، ممکنه 20-25 باشه. Այսքան իմ երկրավոր օրերի վրա այսքան կյանք է։ Իմ երկրավոր օրերի։ Քո թիզը դու պահի տես, քո կյանք այդքան է։ و تو وجب تو مقایسه بکن زندگی تو اینقدر. Աստծո խոսքը կենթանի է։ ولی کلام خدا جاودانی است. Հավատաս թե չհավատաս, باور کنی یا باور نکنی. այս է մեր կյանքը։ اینه زندگی Քո ما. թիզը մի հատ պահի տես, որ այս է կյանքը։ زندگی ما کوتاه است. Այս կարճ կյանքի մեջ, եթե մենք չորոշենք Հիսուսին ընդունել մեր ազնական Տեր ու Փրկիչ, و در این زندگی کوتاه که ما چیز نکنیم، عیسی را نپذیریم به عنوان ناجی، մենք չարաչար կսխալվենք։ ما در اشتباه نابخشودنی میشیم. Դրա համար Սաղմոսը Դավիթ թագավոր էր, ոչ թե նման հռամի։ و برای اینکه داوود پادشاه بود، نه اینکه یک مرد معمولی بود. Իրան փասվել էր, որ այդ կարճ կյանքի մեջ براش مکاشف شده بود که در این زندگی Աստծո երեսը փնտրի, روی خدا را بجویه، Աստծո տունը ուրախությունով գնա, با خوشحالی به وارد خونه خدا Իրոջ بشه. երեսը խնդրի, روی خدا را بپذیره Սուրբ Սիրտ ու ոգի که խնդրի, دل مقدس و ولی روح نرسه مقدس بافی. را پیدا کنه. Կարդում ենք շարունակությունը, دنبالش رو میخونیم. ասում է իրավ ամեն մարդ թեև հաստատված է լա, بلکه تمام مردم مگر تثبیت و ثابت قدم باشن، բայց բոլորովին նույնություն է սելա։ ولی یک دفعه میتونم بگم که کاملا بیهودگی فانی هستن. Տեսեք, հիմի մենք կարանք երկրի վրա այդպես հաստատ գիտենք, որ հաստատված ենք, բնակվում ենք, մեր հաստատություններ կարծես կա, ما باید میتونیم در این دنیا تصور کنیم که ما ثابت هستیم، ما زندگی میکنیم، ما مهم هستیم، ولی բայց դարձյալ ասում եմ բոլորովին նույնություն է։ میگوید که همه چیز بیهودگی است. Արդարե մարդը ստվերի պես կպտտի, و میگه واقعا زندگی انسان مثل یک سایه هستش արդարե փուշտեղը անհանգիստ կլա, و به جای پوچ و بیخودی داره تکبر و مغرور میشه. կդիզե բաշխի դեր ով պիտի առնել դառնա։ جمع میکنه ولی نمیدونه که این نتیجه رو کی مثلا برمیداره، به کی میده، اسم میرسه. Ասում է հիմա ինչ բանին սպասեմ ով Տեր, حالا میگه من منتظر چی باشم ای خدای بزرگ؟ իմ հույսը քեզի է։ امید من بر توست ای خدای بزرگ. Ինչքան կարևոր է որ մենք ամբողջ մեր հույսը, մեր էներգիան, մեր նպատակը դնենք Տիրոջ ուսալու վրա։ چقدر مهمه که ما امید، زور، توانایی، مناسبات ما را به نزد خدا بیاریم، به خدا اعتماد داشته باشیم. Աստված երբեք մեզի չի թողել ժողովուրդ։ خدا هیچ وقت ما را تنها نمیگذاره. Որտեւ Աստված այնպես է սիրել իր աշխարհը, այս մարդկությանը, برای اینکه خدا որի միածին որդուն է տվել։ اینطور خدا این دنیا را دوست داشته که فرزند Դրա համար Աստված ուզում է, որ մենք այսօր ամբողջ մեր էությունով հուսանք Աստծուն։ برای اینکه خدا میخواد با ما تمام وجود بر او اعتماد داشته باشیم. Այսօր ինչ հոգս ունես։ امروز چه مشکلاتی Ինչ داری؟ խնդիր ունես։ چه چیزی داری که مشکل برات؟ Ամբողջովին քո հոգսը, խնդիրները Հիսուսին հանձնես։ با تمام دل تمام مشکلات خود را به عیسی Քո مسیح ժամանակը քուչ բաների վրա մի սպառի։ و وقت تو را بر روی چیزهای بیهوده صرف نکن. Այլ մեզի պետք է մտածել, որ մենք այս կյանքում բանդուխտներ ենք ու այս մնայուն քաղաք չունենք։ ما باید فکر کنیم که در این دنیا ما غریب هستیم و شهر جاودانی در اینجا ما نداریم. Հիմի դուք Հայաստանում որպես բանդուխտներ եք։ حالا شما در ارمنستان Դու غریب هستید. հասկանում եք բանդուխտի վիճակը։ شما میفهمید که غریب چه وضعی داره. Մենք այսօր այս երկրի վրա բոլորս էլ բանդուխտ ենք։ ولی همه ما در این دنیا در غربت هستیم، غریب هستیم. Երբ որ ժամանակը կա, وقتی وقتش برسه
մենք էսի պետք է թողենք ու գնանք։ ما باید اینجا را بگذاریم و برویم. Որտեվ ով մարդ մեր եկել ես, մեր կետ պիտի գնանք։ و در ایوب میگه ای آدم تو بدون چیز اومدی Ժողովույցը երկու համար կարդամ چطور؟ بدون لباس هم باید بری. ու եղբայրները շարունակեն։ از جامعه هم میخواد برادر بخونه کتاب جامعه. Ժողովի մեջ երկրորդ գլուխ ուրեմն 18 խոսքից կարդամ یه دوم 18 Եվ ես արևուտակ քաշած բոլոր աշխատությունը ընդգրկվեցա, քանզի ինձ հետ գալու մարդուն պիտի թողեմ զանիկա, եւ ով գիտե թե անիկա իմաստուն պիտի ըլլա թե անմիտ, բայց պիտի տիրել իմ բոլոր աշխատությանս վրա, զորոնք արևուտակ աշխատեցա ու անոնց մեջ իմաստություն ցուցուցի, ասիկա է լունայնություն է, եւ ես դարձա որպես արևու կա քաշած բոլոր աշխատանքս վրայով իմ սրտես հույսս կտրեմ։ سلیمان حکیم درباره بیهودگی میگه من چیزا را که جمع کردم چه انسانی اون را به اسم میباره همه چی بیهودگی است و همه چی بیخودی است و مثلا این دنیا فانی و گذرنده است جاودانه نیست. Իմ տեսեք, այս պանդուխտ օրերի մեջ մենք սիրում ենք ուրախանալ, հաջողություն ունենալ, در این غربت دنیوی ما دوست داریم که خوشحال باشیم վերջապես տարբեր նպատակներ ունենք, و هدفهای زیادی داریم բայց այս ամենի տվողը Աստված է։ ولی همه این چیزها را خدای Ասում بزرگ նրանով կապրենք, նրանով կշնչենք, ամեն բան նրանից է եւ ամեն բան که նրանով همین چیز է։ به وسیله خدا با خداست که با اون زندگی ما راه رفتن ما زندگی ما. Դրա համար 26 խոսք այսպես ասում. آیه 26 اینطور میگه Քանզի Աստված իր արժեվ հաճելի եղող մարդուն իմաստություն, գիտություն եւ ուրախություն կտա, բայց ասում է մեղավորներին զբաղմունք կտա, որպեսզի անիկա աստվածքեն ժողովե դիզե, որպեսզի Աստծո արժեվ հաճելի եղողին տա, ասում է ասիկա ունայնություն է հոգու տանջան։ میگه خدا به اونایی که خدا را خوشنود کردن میده دانایی، حکمت، ثروت، ولی اونانی که خدا را خوشنود نمیسازن به اون از زحمت و رنج و درد و اونایی که جمع میکنن معلوم نیست به چی میرسه. Թող Աստված խոսքս ամփոփեն, թող Աստված մեզի տա իմաստուն սիրտ, و آخر کلام قربان بشنویم مر خدا به اولاد ما آمره. دلی پر حکمت بده که մեր օրերը համրենք, որ այսօր կան, վաղը չկան։ که زندگی ما را در شمارش روزهامون رو بشماریم که امروز هستیم فردا نیستیم، Որ աշխատենք, Տիրոջ գիրկը վազենք։ که سعی کنیم به آغوش خدا برویم. Տերը օրհնի ամեն։ خدا برکتتون بده. آمین. Amen.